Որել մեկս մյուսից, ինչպես ասած, հանճարեղ հրաչ քեշիշ։ Նույն է դուք ձեր կարծիքով այնուամենայնիվ երկարատև եւ ճիշտ կարիերա կառուցելու բանաձևը որն է։ Ես չեմ կարող ասել ուրիշ մասնագիտությունների մասին, բայց իմ դեպքում ամենաառաջնայինը պահես քո լսարանը, քո հանդիսատեսը։ Դու պետք է շատ պինդ պահես, եթե իրենք չլինեն, անմիջապես փլուզվում է այդ ամբողջ կառուցվածքը։ Այս վերջերս իդեպ հայտնի երգչուհիներից մեկը հետաքրքիր բաներ ասել էր, ես իմ կարիերայի ընթացքում չեմ վախենում սխալվելուց, ես ավելի շատ վախենում եմ լինել ոչ ադեկվատ իմ լսարանին, դա այդպես է։ Ամենակարևորը, ես երջանիկ ու հպարտ եմ իմ հանդիսատեսով, իմ երկրպագուներով, դահլիճում կան իմ երկրպագուները, տեսեք, եկել նստել են, ես ուր որ լինում եմ, իրենք ենտեղ են, դրանից մեծ ձեռքբերում ինձ համար կոնկրետ չկա, ու հենց իրենք են, որ ինձ ստիպում են, որ նոր գործեր անելու, նոր երգեր ձայնագրելու, նոր համերգներ կազմակերպելու, անընդհատ, այսպես ասած, ետևից, այսպես, երբ է լինելու, իրենք են, որ պահում են ինձ կոնկրետ։ Արի։ Շատ շնորհակալ եմ, ես ունեմ երկրպագուների թիմ, ֆան կլուբ, և շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ։ Եվ հենց իրենք ինձ այդ ուժ տվողն են։ Շնորհակալ եմ։ Իսկ այդ խորհուրդների մասով բան չասեմ։ Ասա։ Հա, ասեմ։ Ես էլ ունեմ որդի, ով արդեն 17 տարեկան է, ավարտում է քոլեջը, IT ճյուղն է ընտրել, բայց դեռ չի կողմնորոշվել իր մասնագիտության հարցում, մենք էլ փորձում ենք խորհուրդներ չտալ, որովհետև ժամանակին ծնողները ինձ խորհուրդ եւ այսպես ասած հորդոր կամ մի քիչ էլ ստիպել, որ ցույց տամ հարևաններին, բարեկամներին, թե ինչքան խելացի եմ ես, չէ, ինժեներ։ Հետո ես ֆիզիկայի մաթեմատիկան ջրի պես սովորեցի, ընդունվեցի Պոլիտեխնիկ ինստիտուտ, 1 տարի սովորելուց հետո հասկացա, իրենց էլ ապացուցեցի, որ ես խելացի եմ, բավարար է ձեզ հարևանները տեսան, որ ես խելացի եմ, թողեք անեմ այն, ինչ ես հիմա ուզում եմ, ու հիմա արդեն 35 տարի անում եմ այն, ինչ ես եմ ուզում, ուզում եմ խորհուրդ տալ մեր այս գեղեցիկ սերնդին, իսկապես գեղեցկություն է, այստեղից այնքան սիրուն եք, ուզում եմ ասել, ինչ որ որոշեք, մինչև վերջ գնացեք, կիսատ չթողնեք, առաջին մի քանի անհաջողություններից հետո չասեք, չէ, երևի սա իմը չի, եկեք փոխենք, մինչև վերջ գնացեք, այդտեղ համոզվեք, եթե ձերը չի, նոր մի ուրիշ բան ընտրեք, ոչ ոքի մի լսեք, ոչ ոքի, միայն ձեր ներքին ձայնը լսեք, որովհետև միայն դուք եք ձեր առաջնորդը, իհարկե ծնողներին, ընկերներին, խորհուրդները այսպես կարելի է անցկացնել, բայց դուք արեք այն ինչ որ դուք եք որոշել, կարծում եմ դա կլինի ձեր հաջողության գրավական։ Շնորհակալություն։